Այսօր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վաղուց ի վեր ծրագրավորված էր կազմակերպելով Հայաստանից բոլոր թեմերի քահանայից հավաքը եւ տարիներ շարունակ քահանայից այդ հավաքը ղեկավարում է Միքայել arczepiskopos Աչապահյանը եւ ժամը 11-ին մենք այդ ժողովը պիտի ունենանք եւ մինչ այդ գուշկանները եկան, որ նման գործողություններ պիտի կատարվեն։ Բոլորիդ քաչ հայտնի է այս իրողության մասին եւ պիտի ասենք, որ բնականաբար մենք որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու նաև հատկապես ձևը, որովհետև մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։ Եվ ձեզ պիտի ասեմ, որ Միքայել Սրբազանը ազնվորեն իր ազնվական որոշումը արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախ եւ առաջ հանցագործ չէ եւ ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագային այլևս ուրիշ գործողություններ կլինեն։ Ուրեմն, ուզում եմ պատմել այն, ինչ որ տեղի ունեցավ ընդամենը այս վերջի ժամի ընթացքում, որովհետև ինձ ասեցին, որ արդեն շրջանառվում է տարբեր ուրեմն Facebook-յան եւ այլ նման եւ հատկապես մեր պաշտոնյաներ, իշխանական պաշտոնյաներ եւ այդ ամենը ուզում եմ նախ եւ առաջ ասելու բոլորը տեսակ Միքայել Սրբազանը ինքնակամ որոշումներ, մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը, որովհետև ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է եւ երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի ետևում չի պահկվել, չի պահմտել եւ նման նպատակ էլ չունի։ Այդ այն մարդը չէ։ Ի վերջո ուզում եմ ձեզ ասել, գնացեք իմացեք նրա տոհմածառը։ Աչապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի եկեղեցվո եւ պետականության առաջամարտիկները։ Եվ այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աչապահյանին թուրքերը պարզապես կտոր արեցին։ Մենք 21-րդ դարում ենք, մենք իբր ժողովրդավար երկրում ենք, սակայն ուզում եմ ասել, Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային եւ ավտոմեքենայի մոտից ժողովուրդը նրան թույլ չտվեց նստելու ավտոմեքենա։ Ժողովուրդը, ովքեր որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ են, հավատավոր քաղաքացիներ են եւ իրական քաղաքացիներ են։ Եվ երկրորդ անգամ եւս փորձը արվեց, նորից էլի մենք չկարողացանք։ Այնպես որ որևէ մեկը չի պահմտվում եւ որևէ մեկը փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից։ Սա ես ուզում եմ բոլորիդ հայտնել եւ բոլորը տականատես եք դրա։